Արմավիրցիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ նախորդ տարի շոշափելի աշխատանքներ են իրականացվել, արձանագրվեց Մարզխորհրդի նիստում։ Պետությունը 3 միլիարդ 182 միլիոն դրամ է հատկացրել 63 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Նորաբաց 14 մանկապարտեզներից 10 օրինակ համաֆինանսավորման ծրագրով է։ Քաղաքաշինության ոլորտից հարկ է նշել, որ մարզում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է ընդհանուր 53,4 կիլոմետր ճանապարհ։ 2025 թվականի ընթացքում մարզում պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել է 3 հրատապ ծրագիր։ Իրականացվել են հողհատկացման գործընթացներ։ Մարզում 20 բուժ հաստատություններ կառուցելու համար։ Գարնանային հնարավոր հեղեղումների դեմ տարվող աշխատանքների ժամանակին եւ արդյունավետ կազմակերպելու համար մարզպետանում աշխատանքային խումբ է ստեղծվել։ Մասնագիտական թիմն ուսումնասիրել է Արաքս, Քասախ եւ Մեծամոր գետերի հեղեղատարների պատնեշների վիճակը, առանձնացրել առաջնահերթ մաքրման տարածքներն ու ներկայացրել շրջակա միջավայրի եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ եւ ջրային կոմիտե։ Անցյալ տարի աշխատել են ջրային կոմիտեի աշխատակիցների հետ, Մեծամորի հեղեղատարի ուրեմն վտանգավոր հատվածները զույգագրվել, նախագծվել են եւ կոմիտեի հավաստմամբ իրանք ներկայացրել են արդեն կառավարություն գումար տրամադրելու նպատակով։ Եթե գումարը հատկացրեցին այս տարի, արդեն Մեծամորի հեղեղատարի մաքրումը եւ վերականգնման աշխատանքները կսկսվեն։ Չնայած անձրևներին Լեչմիածին եւ Շենիկ ջրօգտագործողների ընկերություններն արդեն սկսել են մաքրել ու վերանորոգել ոռոգման համակարգը, իսկ Արմավիրում աշխատանքները փոքրիչ կդանդաղեն։ Անցած տարի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը խորքային հորերի ջրօգտագործման թույլտվության խախտումներ էր հայտնաբերել ընկերությունում, ինչի հետևանքով հաշիվների վրա արգելանք էր դրվել։ Կալանքա դրած հաշվի վրա նախապատրաստական շրջանում փաստորեն ընկերության աշխատանքը պարալիզված է։ Ղեկավարությունը տեղյակ է եղել, գտել են ճանապարհներ, ընկերության ղեկավարությունն էլ պարտավորվել է, որ մինչև ապրիլի 25-ը նախկինի նման կնախաձեռնի բոլոր աշխատանքները, միջոցառումները, որպեսզի համակարգը պատրաստ լինի ջուր տեղափոխելու։ Վարձակալների հետ այդ կարգի պայմանավորություն թղթային ստեղծվում հետագայում վճարելու պայմանով։ Կառավարությունը մասնակի փոխհատուցում է տրամադրել 2024-25 թվականներին կարկուտից տուժած գյուղացիական այն տնտեսություններին, որոնց այգիներին հասցված վնասը գնահատվել է 40-ից 100%, որպեսզի այսուհետև եղանակային հնարավոր աղետներից հետո փոխհատուցման հետ կապված խնդիրներ չառաջանան, մարզպետը հողագործներին կոչ արեց ապահովագրել մշակաբույսերը։ 25 թվականից սկսել ենք ապահովագրությունները, պետությունը սուբսիդավորում է եւ մեր բնակիչները, հայրենակիցները այլևս խնդիր չեն ունենա իրանց վնասի հետ կապված։ Հորդորսա բոլորը գնան ապահովագրեն իրանց հողերը, որպեսզի խնդրի առաջ չկանգնենք։ Օրակարգն ամփոփվեց նախորդ տարվա 4-րդ եռամսյակի իրավական եւ մասնագիտական հսկողության մասին զեկույցով։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։